աշխարհում ամենամեծ մարգարիտներից մեկը եւ 90-ական թվականները Հայաստանում։ 1990-ական թվականները բավականին ծանր ու դժվար էր Հայաստանի համար, եւ այդ ծանրությունը չէր կարող չանդրադառնալ նաեւ մշակույթի վրա։ 1993 թվականին Տիգրան Լևոնյանը որոշում է, որ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում պետք է բեմադրվի Պողիկտոսը, սակայն դրա համար միջոցներ չկային։ Նրա կինը, օպերային արվեստի մեծանուն վարպետ, հայկական սոխակ Գոհար Գասպարյանը, որոշում է օգնել ամուսնուն։ Գոհար Գասպարյանն այնպիսի սքանչելի արտիստ էր, որի արվեստի առջև խոնարհվում էր աշխարհը, եւ մի անգամ հյուրախաղերով նա լինում է Իրանում եւ Շահնի շահից ստանում է ընծա աշխարհում 7-րդ ամենամեծ մարգարիտը։ Եվ հենց այդ տարիներին Գոհար Գասպարյանը որոշում է այն այլ զարդերի հետ վաճառել, որպեսզի ներկայացումն իրականացվի։ Արդյունքում ունենում ենք փառահեղ ներկայացում, որով ներկայանում ենք ոչ միայն հայերին, այլև աշխարհին։ Դասական օրինակ է, թե ինչպես ազգի նվիրյալները իրենց անձնական շահը վեր չեն դասում հանրային շահից։ Իսկ սա Անիաս Էջն է։ Այստեղ կարող եք գտնել ամեն բան հայերի ու հայկականի մասին։